Եթերուն պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստացարագրի շաբաթօրյա թողարկումն է բարեձեզ։ Նախ ներկայացնենք պաշտոնական լրահոսը։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Պետր Միկիսկային։ Նշանակման կապակցությամբ պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Միկիսկային եւ նշել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կարևորում է Չեխիայի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը։ Պարոն Միկիսկան փոխանցել է չեխական կողմի պատրաստակամությունը պաշտպանական բնագավառում համագործակցության վերաբերյալ, փաստելով, որ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը մեծապես կարևորվում է նաև Չեխիայի կողմից։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սեպտեմբերին Հայաստանում անցկացված փոխգործակցություն 2012 եւ այս օրերին ընթացող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում անցկացվող Digitech Expo 2012 տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես։ Նախարարին ներկայացվել են տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի 100-ից ավելի կազմակերպությունների տաղավարները։ Երևան Էքսպո ցուցահանդեսում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հատկապես հետաքրքրել են ռազմական արդյունաբերության ոլորտում նորարարական գաղափարներ ներկայացրած մի շարք ցուցանմուշներ, ինչպիսիք են ական որոնող սարքը, անօդաչու թռչող ինքնաթիռների մի շարք մոդելներ, ՁՀՆ-7 տռնականետի, հրաձգային զենքի, զենիթաերթիռային համալիրների հրաձիգների պատրաստման մուլտիմեդիա վարժահամալիրները։ Digitech Expo 2012-ի տաղավարներում շրջայցից հետո ռազմական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս տարի կայանալիք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կոլեգիայից մի քանի օր առաջ նախատեսվում է կազմակերպել առանձին ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ռազմական արդյունաբերության ոլորտում պաշտպանության նախարարության հետ ինչպես արդեն համագործակցող, այնպես էլ համագործակցել ցանկացող կազմակերպությունները։ Սեյրան Օհանյանը փաստել է նաև, որ հայկական բանակը մյուս երկրների բանակների նման փորձում է մշտապես օգտագործել այն բոլոր առաջատար չափանիշները, տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք գոյություն ունեն աշխարհում։ Ցուցահանդես կատարած այցի ընթացքում պաշտպանության ոլորտին ցուցաբերած ակտիվ աջակցության համար պաշտպանության նախարարը Գարեգին Նժդեհ գերատեսչական մեդալով պարգևատրել է Eltec.com ՍՊ-ի տնօրեն Սուրեն Ավագյանին, ազգային գործիքներ ՍՊ-ի ինժեներ ճարտարապետ Արադ Հարունյանին եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ձեռնարկությունների միության գործադի տնօրեն Կարեն Վարդանյանին։ Նշենք նաեւ, որ պաշտպանության նախարարությունը կազմել է ռազմական արդյունաբերության զարգացման հայեցակարգ եւ հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր, որը ինչպես հավաստել է Սեյրան Օհանյանը, գերատեսչության այս տարվա գերակա ուղղություններից մեկն է։ Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն մեկնարկեցին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Նշենք, որ անցկացվող զորավարժությունները միտված են պաշտպանության նախապատրաստման եւ վարման մարտական խնդիրների կատարման, զորքերի վերախմբավորման եւ փոխգործակցության հմտությունների, ինչպես նաեւ անձնակազմի դաշտային վարժվածության կատարելագործմանը։ Զորավարժությունների առաջին փուլի պլանի համաձայն ուսումնական կենտրոններում եւ նախորոշման շրջաններում բացահայտվեցին հրամանատարական կետեր, իրականացվեցին ստորաբաժանումների զորահամալրման եւ մարտական ներդաշնակման աշխատանքներ։ Այդ ամենից զատ ուսումնական կենտրոններում զորահամալրվող ստորաբաժանումների անձնակազմերի հետ կազմակերպվեցին մարտական պատրաստության հիմնական առարկաների, ինչպես նաեւ շտաբների ներդաշնակման պարապմունքներ։ Նշենք, որ մեկնարկած զորավարժությունների նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծավալման եւ մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի եւ միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, զինված ուժերի ղեկավարման օղակներին եւ զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններում ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների եւ ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը եւ ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը։ Զորավարժանքների առաջին իսկ օրվանից սկսեց գործել գլխավոր հրամանատարական շտաբը, որում ներառված էին զինված ուժերի վարչությունների եւ առանձին բաժինների պետերը։ Շտաբի աշխատանքները գլխավորում էր զորավարժության ղեկավար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Դիմելով ներկաներին գլխավոր շտաբի պետը նշեց, որ զորավարժությանը ներգրավված թե զինծառայողների, թե այստազորայինների միջև փոխհամագործակցության ամուր հիմքերը կարող են դրվել միայն այսօրինակ գործնական զորավարժությունների արդյունքում։ Գեներալ գնդապետը նաև ներկայացրեց առաջիկա օրերի
գործողությունների պլանը հորդորեց խստագույնս պահպանել անվտանգության կանոններն ու զորավարժության պլանով նախատեսված գործառույթների ժամանակային չափորոշիչները։ Խորհրդակցության ընթացքում շտաբի պետը տվեց նաև անհրաժեշտ ցուցումները զորավարժանքներն առավել արդյունավետ եւ կազմակերպված անցկացնելու նպատակով։ Հոկտեմբերի 2-ին էլ աշխատանքային շրջայցի շրջանակում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպեց զորավարժության պլանի համաձայն նոր կազմավորվող գնդի սպայակազմի եւ պահեստազորից զորակոչված զինծառայողների հետ։ Անկեղծ եւ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Յուրի Խաչատուրովը նախանշեց գնդի առջև դրված խնդիրները, տվեց դրանց իրականացմանը վերաբերող հստակ հանձնարարականներ։ Նույն օրը գլխավոր շտաբի պետը եղավ նաեւ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժանում, որտեղ շարային ստուգատեսի ընթացքում ծանոթացավ զորավարժության առաջին փուլի շրջանակում զորակոչված պահեստազորի զինծառայողների հետ։ Գեներալ գնդապետը հետաքրքրվեց զինծառայողների որպիսությամբ եւ կենցաղային պայմաններով։ Յուրի Խաչատուրովը պահեստազորի զինծառայողներին հորդորեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ընթացիկ վարժանքներին, քանի որ դրանց արդյունքում հստակեցվելու են պատերազմական իրավիճակում իրականացվող մի շարք գործողություններ, վեր են հանվելու ճշգրտման կարիք ունեցող խնդիրները, ամրապնդվելու է դրանց մասնակից զինծառայողների մարտավարամասնագիտական արհեստավարժությունը։ Հավելենք, որ շաբաթվա ընթացքում զինված ուժերի տարբեր զորավարժաններում պահեստազորի զինծառայողների հետ անցկացվեցին տեսական եւ գործնական դասընթացներ։ Դրանց շրջանակում ժամանակին ազգային բանակում ծառայած սպաներին, սերժանտներին ու շարքային զինծառայողներին նախկինում ուսանածը վերհիշելու, կրակային եւ մարտավարամասնագիտական հմտություններն ամրապնդելու հնարավորություն ընձեռվեց։ Իդեպ դասընթացների կազմակերպման գործում ներգրավվել էին նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ եւ 4-րդ կուրսի կուրսանտները, ովքեր զորավարժության պլանի համաձայն համալրելով նախորոք նախանշված զորամասերը պատշաճ կերպով կատարեցին առաջադրված խնդիրները։ Ընդհանուր առմամբ հրամանատարաշտաբային զորավարժությունների առաջին փուլը մարտական խնդիրների կատարման, զորքերի վերախմբավորման եւ փոխգործակցության գործնական հմտությունները կատարելագործելու հնարավորություն տվեց։ Բացի դրանից վերհանվեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրճատված կադրային կազմով եւ նոր կազմավորվող զորամասերի ստորաբաժանումների զորահամալրման եւ մարտական ներդաշնակման հետ կապված խնդիրները, տրվեցին անհրաժեշտ հանձնարարականները դրանք շտկելու ուղղությամբ։ Տեղեկացնենք նաև, որ զորավարժությունների կրակային փուլին զինուշ հեռուստածրագիրը կանդրադառնա առաջիկա շաբաթվա թողարկումների ընթացքում։ Շարունակում ենք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության թեման։ Մեր նկարանող խմբերից մեկն էլ հոկտեմբերի 4-ին վաղ առավոտյան եղել է 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում, որտեղ տագնապ ազդանշանով ոտքի է հանվել անձնակազմը։ Պատմում է Վազիմ Ղարիբյանը։ Հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան մոտոհրաձգային զորամասում հնչեցվեց տագնապ ազդանշանը եւ անձնակազմը արագորեն հանդերձավորվելով եւ զինվելով շարժվեց դեպի նստեցման շրջան։ 4-րդ բանակային զորամիավորման կազմում գործող զորամասը կարևոր գործառույթներ է իրականացնում, ապահովելով հանրապետության հարավ-արևմտյան ուղղությամբ ձգվող երկար սահմանագծի անվտանգությունը։ Ավելորդ չէ մեկ անգամ եւս շեշտել, որ զորամասի յուրաքանչյուր օղակ պետք է պատրաստ լինի սահմանագծում առկա իրավիճակի անակնկալ փոփոխմանը, ըստ այդմ էլ հստակ պատկերացնի իր գործառույթների շրջանակը։ Հենց այդ գործառույթների կատարելագործմանն են միտված այս օրերին զորքերում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք ուղեկցվում են պահեստազորի ուժերի ներգրավմամբ։ Տագնապ ազդանշանը ստանալուն հետևեց սպայակազմի հրանգավորումը։ Պարոն գնդապետ, հրամանատարի տեղակալները, զորատեսակների հրամանտար եւ ծառայության պետերը խնդիրները ճշտելու համար հավաքված են։ Շտաբի պետ Փոնդապետ Սարգսյան։ Զորամասի հրամանատար գնդապետ Արայիկ Մուրադյանը զորատեսակների հրամանատարներին, ծառայությունների պետերին իրազեկեց ստացված գրության, դրանում առկա հրահանգների ու պահանջների մասին։ Կարճատև խորհրդակցության ժամանակ ճշտվեցին եւ հստակեցվեցին բոլոր խնդիրները։ Զորավարժությունները պետք է ընթանային համաձայն հաստատված պլանի, մի քանի փուլով։ Հրամանատարի հարցադրումները վերաբերում էին իրար հաջորդող դրվագներին։ Սպաներին տրվեցին անհրաժեշտ պարզաբանումները ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի գործողությունների վերաբերյալ։ Եվ այսպես ասած, ռազմական մեքենան սկսեց գործել։ Զորամասի հավաքակայանում մոտոհրաձիգները արդեն պատրաստ էին հետևակի մարտական մեքենաներով
շարժվել կենտրոնացման շրջանի ուղղությամբ։ Այդ միջոցին կարճատև զրույց ունեցանք Զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Կարեն Սարգսյանի հետ։ Շատ կարևոր է այս մեծ միջոցառումները անցկացվել մեծ մասշտաբներով, անձնակազմը մարտական պատասխան տարբեր աշխարհների բերելիս հմտանում է գործողությունների սպայական կազմի, սերժանտական, զինվորական կազմի հաջախագի կատարելիս նմանատիպ միջոցառումներում իրանք հմտանում են ավելի հստակ իմանում են իրենց գործողությունները տարբեր ժամանակահատվածներում համաձայն մարտական հաշվարկների Զորավարժություններն անշուշտ արտացոլում են մոտորաձգային զորամասի մարտունակության աստիճանի իրական պատկերը, զրահատեխնիկայի սարքինության, բոլոր զորատեսակների հստակ եւ ճշգրիտ գործողությունների շնորհիվ է ապահովում թե զորավարժությունների բարեհաջող ընթացքը, թե մեր սահմանների անվտանգությունը։ Զորախաղի առաջին փուլի գործողությունների իրականացման մասին զեկուցվում է զորամիավորման հրամանատարությանը։ Մարտական առօրյան շարունակվում է կենտրոնացման շրջանում, նաեւ հրամանատարական կետում, որտեղ քննության են առնվում ընթացիկ հրատապ հարցերը, հստակեցվում առաջիկա պլանները։ Ինչ խոսք այս օրերին զորամասը մարտական պատրաստության բարձր աստիճանի է բերված եւ հրամկազմի ու շարքային անձնակազմի գործողությունները հենց այս իրավիճակով են պայմանավորված։ Արդյունքների ամփոփման ժամանակ էլ հանգամանորեն կվերլուծվեն բոլոր զորատեսակների գործողությունները եւ կնախանշվեն զորամասի հետագա անելիքները։ Պատերազմի ընթացքում հաճախ առաջանում են նաև անկանխատեսելի իրավիճակներ, որտեղ հաջողության հասնելու համար պետք է մեկ քայլ առաջ անցնել հակառակորդից։ Ահա թե ինչու ներկայումս ընթացող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ դրվում են նաև այդպիսի իրավիճակների հետ կապված խնդիրներ եւ մշակվում են համապատասխան լուծումներ։ Ուզում ես խաղաղ ապրել, ուրեմն պատրաստվիր պատերազմի։ Երկրի լիարժեք անվտանգությունը պայմանավորված է ժամանակների ու իրավիճակների թելադրանքով, ռազմական տեխնիկայի անընդհատ արդիականացմամբ, անձնակազմի ֆիզիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածությամբ, պայեստազորի մշտական ստուգմամբ ու գնահատմամբ։ Սրան են միտված պարբերաբար նախատեսվող ու անցկացվող զորավարժությունները։ Այսօր քան երբևէ ժամանակը պետք է օգտագործել մարտական պատրաստականության մակարդակը ոչ միայն պահպանելու, այլև անընդհատ բարձրացնելու վրա։
Համաձայն զինված ուժերի պատրաստության պլանի հոկտեմբերի 1-ից 13 ընկած ժամանակահատվածում անցկացվում են զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Մեծածավալ այս վարժանքների անցկացումը նպատակ ուներ ստուգելու զորատեսակների մարտական պատրաստականության աստիճանը ու մարտական առաջադրանքներ իրականացնելիս զորատեսակների փոխհամագործակցությունը։ Զորավարժությունների գործող սցենարի դրույթների համաձայն այս վարժանքներին մասնակցող զորամասը պայմանական հակառակորդի ներխուժումն ու երկրի տարածքով հետագա խորացումը կասեցնելու նպատակով նախ պետք է որոշում ընդուներ մարտական գործողությունների ներգրավվելու վերաբերյալ, որից հետո տեղակայման նոր վայրում պաշտպանական գործողությունների ծրագիր իրականացներ։ Լուսաբացի հետ տրվող տագնապ ազդանշանով հակատանկայինները դուրս եկան պահեստային կենտրոնացման շրջան, մինչ այդ ստանալով հոգևոր հոր օրհնությունը։ Զորավարժությունների այս քայլի նպատակը զինված միավորումը մշտական տեղակայման վայրից դուրս բերելն էր, պայմանական հակառակորդի սրընթաց հարվածից ու չարտարացված կորուստներից խուսափելու համար։ Պահեստային շրջանում անցկացվում է ներդաշնակում ու համալրում, պատրաստվելով առաջին իսկ հրամանով մարտական նախորոշման շրջան դուրս գալ։ Այս փուլի նպատակը մարտական ծրագրերի կիրառման իրատեսությունը եւ ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ու մարտունակության ստուգումն է։ Անձնակազմի ֆիզիկական դիմակայունությունը բարձրացնելը, հրամանատարների ունակությունների ստուգումը, զորամասերի ու ստորաբաժանումների ղեկավարման, նրանց կլակի կառավարման հարցերում։ Մենք այստեղ զբաղվում ենք ինժեներական աշխատանքներով, սարքավորում ենք խրամատներ եւ պատրաստում ենք նաեւ այն դեպքերին, որոնք նախատեսված չեն, այսինքն հնարավոր տանկավետան ուղղությունների դիմակայ տանկերի գրովմանը եւ այլ դեպքեր, ԴԽՆ-երի արձակում եւ այլն։ Բնական է, որ զինծառայողներն իրենց խնդիրները վարժ են կատարում իրենց նախորոք ծանոթ տեղավայրերում, սակայն պատերազմի ժամանակ մարտադաշտն անընդհատ տեղաշարժվում է, բնորոշ աշխարհագրական դիրքով ու առանձնահատկություններով։ Նմանատիպ զորավարժությունների անցկացման նպատակներից մեկն էլ մարտում հնարավոր խուճապից խուսափելն է, ուժերի կենտրոնացնելն ու վճռորոշ գործողությունների անցնելը։ Այս զորավարժություններն օգնում են նաև միմյանց ատարելու ու դժվարությունները հաղթահարելու հոգեբանություն մշակել զինծառայողների շրջանում։ Եթե մշտական տեղակայման վայրում ինքդ ապահով ու անվտանգ ես զգում քեզ, ապա մարտադաշտում իրավիճակը կտրուկ փոխվում է։ Պետք է անպայման օգնես դժվարության մեջ հայտնված ընկերոջդ, անհրաժեշտության դեպքում գուցե նաև կյանքի գնով։ Սկզբունքը մեկն է՝ մեկը բոլորի, բոլորը մեկի համար։ Այստեղ իհարկե խիստ կարևորվում է հրամանատարի հմտությունը, սակայն նախորոք տեսականորեն մշակել հնարավոր բոլոր քայլերն իրատեսական չէ։ Հենց այստեղ է, որ պետք է դրսևորվի արագ կողմնորոշվելու ունակությունը, ինչը եւ կստիպի գործել ստեղծված իրավիճակի համաձայն։ Ահա այսպես քայլ առ քայլ մշակվում են այն բոլոր գործողությունները, որոնց կիրառման անհրաժեշտությունը կառաջանա հակառակորդի ռազմական արկածախնդրության դեպքում։ Սեպտեմբերի 22-ից 30-ն էլ զորավարժություններ են անցկացվել Պաշտպանության բանակում։ Իդեպ այդ զորավարժությունների մասնակիցները եղել են պահեստազորում հաշվառված զինապարտները, ներկայացնում են Արցախի մեր գործընկերները։ Զորավարժության ընթացքին հետևում էին գլխավոր ռազմական տեսուչ գեներալ գնդապետ Միքայել Հարությունյանն ու Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Հարկ է նշել, որ զորավարժությունը աչքի ընկավ մարտավարական խնդիրների բազմազանությամբ, տարբեր ստորաբաժանումների եւ զորատեսակների փոխգործակցության արդյունավետությամբ, ինչպես նաև ղեկավարման եւ կատարողականության բարձր մակարդակով։ Լինելով մասշտաբներով աննախադեպ միջոցառումը ցույց տվեց, որ մեր պահեստազորայինները ոչ միայն գիտակցաբար են ըմբռնում հայրենիքի պաշտպանության գործում իրենց վերապահված դերակատարումը, այլև ունեն պատրաստականության բավականին բարձր աստիճան, ինչի մասին են վկայում նաև զորավարժության կրակային խոցման արդյունքները։ Զորախաղերի ավարտից հետո անձնակազմի շնորհակալություն հայտնեց Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը։
նշելով, որ իրականացված միջոցառումը ցույց տվեց, որ բանակն ու ժողովուրդը ինչպես հաղթել են Արցախյան գոյապայքարի տարիներին, այնպես էլ կարող են հաղթել հակառակորդին նաև հավանական պատերազմի դեպքում։ Վերջում հրապարակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի եւ Պաշտպանության բանակի հրամանատարի հրամանները, որոնց համաձայն մի շարք պահեստազորայիններ եւ զինծառայողներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով, մեդալներով եւ պատվոգրերով։ Ստորաբաժանումները գնդային մարտավարական զորավարժության ընթացքում, առավել եւս մարտական հրաձգության փուլի ընթացքում գործել են ներդաշնակ մարտավարական գործողությունները լրիվ համապատասխանում էր մարտի դաշտի պահանջներին, քրակային խոցման արդյունքները եղել են լավ։ Ամփոփելով միջոցառման արդյունքները ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները արձանագրեցին, որ չնայած նկատված թերացումներին, որոնք հնարավորություն կտան առաջիկայում աշխատել առավել համակարգված եւ նպատակային, այնուամենայնիվ այն արդյունավետ էր եւ փորձի առումով անփոխարինելի։ Պաշտպանության բանակի հրամանատարությունը ձեռք բերեց նոր փորձառություն նման միջոցառումների կազմակերպման եւ անցկացման ուղղությամբ, իսկ իրենք պահեստազորայինները ձեռք բերեցին նոր գիտելիքներ եւ գործնական կարողություններ, որոնք անհրաժեշտ կլինեն հնարավոր պատերազմի ժամանակ։ Գործընթացը կարելի է հաջողված օրինակ համարել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի փրկարար ծառայության, ռազմական ոստիկանության եւ զինկոմիսարիատների համագործակցության տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ միջոցառումը կարելի է բնութագրել որպես հերթական առաջընթաց քայլ է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ։ Ուսուցչի եւ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Աշոտյանը, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զինված ուժերի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների եւ առանձին բաժինների պետեր, ուսուցիչներ։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը իր եւ Պաշտպանական գերատեսչության անձնակազմի անունից ողջունելով եւ շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ ընդգծել է օրվա խորհուրդը եւ բարձր գնահատել ուսուցչի դերը մատաղ սերնդի դաստիարակման, հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու գործում։ Սեյրան Օհանյանը հավելել է, որ բանակն իրականացնում է լայնածավալ ուսումնական գործընթաց, որը սկսվում է ռազմական թեմաներով դասընթացներից եւ ավարտվում զորավարժություններով։ Դիմելով ուսուցիչներին Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ առանց նրանց աշխատանքի մենք չենք ունենա պատասխանատու եւ կրթված զինվորներ։ Բանակի ապագան առանց գիտելիքի անհնարին է, ընդգծել է Սեյրան Օհանյանը եւ բարձր գնահատել երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը։ Պաշտպանության նախարարը փաստել է նաև, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանության ու կրթության եւ գիտության նախարարությունները համատեղ իրականացնում են ռազմական դաստիարակության նշանակության բազմաբնույթ ծրագրեր, իսկ զինված ուժերի բոլոր զորամասերը կցագրված են հանրապետության կրթօջախներին։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ իր ելույթում նշել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ զինվորական ծառայությունը եւ կրթությունը իրար փոխ լրացնող, զուգորդող եւ երբեք միմյանց չհակասող իրողություններ են։ Միջոցառումը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի կողմից մի շարք մանկավարժներ եւ զինծառայողներ մատաղ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաեւ ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին։ Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ համաժողովը կրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ խորագիրը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել սփյուռքահայ լրագրողների ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում։ Գտնում եմ, որ անչափ կարևոր աշխատանք են իրականացնում Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ այդ ոչռագործությանը համապատասխան գնահատանքի արժանացնելը մեր ժողովրդի, մեր հանրապետության ղեկավարության ամենակարևոր ուղղություններից մեկն է եւ ինչպես ասում են, այն ոչ միայն անհրաժեշտ է մեր ժողովրդին, այն անհրաժեշտ է համայն հանրությանը, բոլոր ժողովուրդներին, որովհետեւ համապատասխան գնահատականի չարժանացնելը բերում է նրան, որ այսօր է նման երևույթներ թեկուզ փոքր մասշտաբով, թեկուզ տարբեր երևույթների ձևով իրականանում են։
Պաշտպանության նախարարը ընդ որում կարևորել է նաև լրագրողների գործունեությունը Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, իսկ տեղական լրատվամիջոցների պարագայում նրանց դերը բանակ հասարակություն կապի ամրապնդման առումով։ Նախարարն իր խոնարհումն է հայտնել այն լրագրողների հիշատակին, ովքեր անգամ իրենց կյանքը չեն խնայել հայրենի երկրի անկախության ու ազատության նվաճման ճանապարհին։ Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կարևորելով սփյուռքահայ համայնքներում եւ իրենց բնակության վայր հանդիսացող երկրներում լրագրողների աշխատանքը, Տիկին Հակոբյանը նշել է, որ թեև հայրենիքից հեռու, բայց հայերը, որոնց թվում նաև լրագրողները, միշտ էլ ծառայել են հայրենիքին։ Հայ լրագրողները, ովքեր ապրում են օտար երկրներում, մշտապես բարձրաձայնում եւ ուշադրության կենտրոնում են պահում հայոց ցեղասպանության ճանաչման ու Արցախի խնդիրը։ Ելույթներից հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց սփյուռքահայ լրագրողներին հուզող հարցերին։ Նրանք մասնավորապես վերաբերում էին ադրբեջանցի դիպուկահարների կողմից շարունակ հրադադարի ռեժիմի խախտմանը, հայոց բանակում հոգևոր ծառայությանը, մեր զորքերի մարտունակությանը, տեղեկատվական անվտանգությանը, բանակի նյութատեխնիկական ապահովվածությանը եւ այլն։ Հանդիպման ավարտին Սփյուռքի եւ Հայաստանի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ պարգևատրվեցին հայոց բանակի կազմավորման 20-ամյակի մեդալներով եւ պատվոգրերով։ Թողարկումը եզրափակենք մարզական թեմայով։ Օրերս մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ 2012 ֆուտբոլային մրցաշարը, որին բնականաբար մասնակցում է նաև Պաշտպանության նախարարության ֆուտբոլային հավաքականը գլխավոր մարզիչ Գիվի Սուքիասյանի գլխավորությամբ։ Եվ ահա հոկտեմբերի 3-ին կայացել է մրցաշարի երկրորդ փուլը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկություն երկրորդ փուլում Պաշտպանության նախարարության ֆուտբոլային թիմը Փյունիկ ակումբի մարզադաշտում մրցեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հավաքականի հետ։ Հանդիպման հենց սկզբից պաշտպանական գերատեսչության ֆուտբոլիստները տիրեցին խաղային նախաձեռնությանը եւ առաջին խաղակեսում 2 գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը։ Ավելի լարված սկսվեց երկրորդ խաղակեսը։ Երկու թիմերն էլ միմյանց դարպասները գրավելու մեծ ճիգեր էին գործադրում, ինչը սակայն հաջողվեց միայն Պաշտպանության նախարարության ֆուտբոլիստներին։ Գնդակը 3 անգամ հակառակորդի դարպասն ուղարկեց Կարեն Խաչատրյանը։ Գոլի հեղինակներ դարձան նաև Գրիգորի Դանիելյանը, Արմեն Իգիթյանը եւ Սամվել Առաքելյանը։ Մեր թիմից գրագետ խաղով աչքի ընկավ նաև Սահակ Սահակյանը։ Այսպիսով հանդիպումը ավարտվեց 6-0 հաշվով հօգուտ Պաշտպանության նախարարության հավաքականի։ Նշենք նաև, որ ազգային բանակի թիմի առաջին հակառակորդը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ֆուտբոլային հավաքականն էր, որը պարտվել է ավելի խոշոր 10-0 հաշվով։ Ինչ վերաբերում է երրորդ մրցափուլին, ապա այն կկայանա հոկտեմբերի 8-ին։ Այդ օրը բանակայինները կմրցեն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հավաքականի հետ։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Բանակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաև Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Իսկ վաղը կեսօրին հետևեք Զինուժի Կիրակնորյա թողարկմանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։